Ջերմ բարևներս բոլորիդ սիրելի հետևորդներ, դպրոց տանող ճանապարհին ենք, ես ու Ռոնիս գնում ենք իր դպրոց, ուսուցչուհուն հանդիպենք, դասերի մասին քննարկենք, քանի որ քննություններ են մոտենում, քննություններից խոսենք, քննություններից առաջ միշտ ծնողական ժողով է հայտարարվում, ոչ թե ժողով, այլ ուսուցիչ ծնող հանդիպում, որովհետև ձեզ արդեն ասել եմ նախորդ իմ վլոգներում, որ իրենց դպրոցում այդպես ժողով չկա։ Յուրաքանչյուր ծնողի համար ժամ է նախատեսված, մեկ առ մեկ են ծնողները մտնում դասասենյակ, ուսուցչուհու հետ խոսում դուրս են գալիս, հետո մյուս ծնողն է ներս մտնում կամ մաքսիմում 1-2 ծնող լինեն դասասենյակում, որ ավելի ետևի շարքերում են նստած սպասում իրենց հերթին, բայց չգիտես ինչու, այսօր լրիվ այլ պատկեր էր, ես մտա դասասենյակ ու բոլոր աթոռները զբաղված էին ու հասկացա, որ ես ստիպված եմ երկար սպասել, որովհետև այսքան ծնող ուշացել է իր ժամից։ Սիրելիներս, ես իմ ժամին պարտաճանաչ եկել եմ, բայց պարզվեց, որ ստիպված պիտի լինեմ երկար սպասել, որովհետև շատ ծնողներ են նստած, ովքեր իրենց ժամից ուշացել են։ Դուրս եկանք։ Գնում ենք սուպերմարկետ մի քիչ գնումներ կատարել։ Ռոնի սիրած պահն ասա։ Պանոց գնալ, գնումներ կատարել։ Սովորաբար տղաները չեն սիրում, չէ՞ շոփինգի գնալ, բայց Ռոնին այ շատ ասի։ Երևի ինձանից շատ։ Ինչ ես ուզում գնել։ Ես ուզում եմ շոկոլադ։ Շոկոլադ։ Ու աղուտ։ Արեգի լեզվով ասում, խնձոր։ Առաջ գնարոնի արդեն դուրս են գալիս ես զամբյուղն ենքան վատ է գլորվում Ռոնի առաջ գնա բալես հատիկ եղանի բաժնին է սա որն ես ուզում դուշ կատուն է բայց բալես Ընկույզ կգնենք, տեսնեմ այստեղի ընկույզը ոչ փաթեթավորած է, ինչպիսին է, որովհետև դժվարությամբ եմ գտնում լավ համով ընկույզ ու այստեղ ունեն ֆնդուկ կվերցնենք մի քիչ էլ փորձելու համար։ Արոնի, վերջ, քո ուզած շոկոլադից չկա բան, վերջացել է։ Նուշով շոկոլադ չկա։ Սա էս նուշից։ Ռոնի փորձենք էս մեծ արմավից։ Խուրմայից։ Խուրմա շոկոլադ Պատրաստենք, խուրմա շոկոլադ չեն փոքրերով էլ կարող ենք պատրաստել, բայց սրանց կարելի է փորձել մի հատ, հա? Ինչքան է գինը, հələ սպասի, 250 գրամը 650 ռուպի է։ Սա հնդկական համեմունքներով, հնդկական ընկույզն է, համեղ է շատ, ովքեր համեմունքների սիրահար են, կգնահատեն, կհավանեն։ Դուր, էլի դուր, սա, էդ չկա, են դուր։ Oh, why? I want to drink this. I can. Ժողովուրդ հասանք մեր շենք։ Ռոնի գոհես գնումներից բան։ Ուրախ ես։ Ուրախ եմ։ Լաստակ ջանը։ Ռոնի շատ այնց օգնում սուպերմարկետում, շատ։ Միկ բանջարեղեն ինքն է տվել կշռելու։ Սիրելիներս քիչ առաջ հասանք տուն, մի երկու խոսքով ուզում եմ ներկայացնել թե Ռոնի ուսուցչուհին ինչ ասաց, շատ գովեց, ինչի ինձ համար շատ ուրախալի է, ասաց որ դասերին միշտ պատրաստ է գալիս, քննություններին միշտ ավելի ուրիշ ոգևորությամբ է պատրաստվում, ասաց որ դասարանում շատ տարված է դասերով, ուշադրությունը անընդհատ դասագրքին է, թե ես ինչ եմ ասում ու շատ ներկայանալի է, երբ գալիս է գրատախտակի մոտ ինչ-որ բան պատմելու, դասը ներկայացնելու, շատ տեղը տեղին է անում ամեն ինչ, շատ ուրախացել եմ, բայց դե իհարկե ինչպես ես անցած վլոգում ձեզ ասացի, իր դասարանում պահվածքի մասին, որ շատախոս է, ասեց արագ վերջացնում է ու այդ արագության պատճառով էլ գուցե
անկապ սխալներ անի ու արագ վերջացնելուց հետո սկսում է բլբլոցը, երեխաների հետ է խոսում, մի խոսքով էլի աղմուկ է անում, թե չէ մնացած ամեն ինչ լավ է դասերի հետ կապված։ Դե ասեցի ժամանակի ընթացքում երևի շատախոսությունը կպակասի, չգիտեմ, ես անընդհատ իրեն տանը ասում եմ, զգուշացնում եմ, որ դասերի ընթացքում շատ չխոսի։ Այս արմավը փորձեմ մի հատ։ Շատ լավն է, շատ համեղ է ու փափուկ, արժեր։ Ժողովուրդ ջան, իմ տղան սարդ մարդն է դարձել, դեռ ավելի փոքր ժամանակվանից այսպիսի բաներ է անում, պատերով բարձրանում է վերև։ Այդքան ես բարձրանում։ Զգույշ, զգույշ, Ռոնի, զգույշ, հերիքա, իչի, զգույշ, ենքան արես, սկզբնական շրջանում իհարկե վախենում էի, ասում էի Ռոնի մի արա կընկնես, թև ու ոտքը ջարդես, բայց հետո հասկացա, որ անիմաստ է, մեկը ինքը բարձրանում է, ասեմ չասեմ, էլ ինչ ասեմ, մեկը բարձրանում ես, չես լսում, չէ մամային։ Խնդրեմ, հիմա էլ մյուս սենյակին անցավ, բայց դե իհարկե սա պարապելու համար ենք փակցրել, որ պարապի։ Խնդրեմ, մարդիկ քայլելով են սենյակից սենյակ գնում, ինքն էլ պատերի վրա քայլելով։ Ռոնի բալես, լավ, ցավդ տանը։ Իչի։ Սա Արեգն էլ կտեսնի, կսովորի քեզնից։ Արի շունիկ։ Շունիկ։ Ռոնին ճանապարհեցինք ֆուտբոլի եկանք, շենքի բակում քայլում ենք, Արեգն իր պապայի մոտոցիկլետը տեսավ։ Բազմեց վրան մի անգամից։ Կարողանալու ես քշել։ Հա, բալ։ Հավի միսը մարինացրեցի, մի 2 ժամ սառնանում թողեցի, հիմա տապակում եմ, կոկոսի յուղի մեջ եմ տապակում, կոկոսի յուղը անգույն է, բայց տեղնել է, ինչ բաջը, քրքումի գույնն է տվել յուղին։ Սիրելիներս, ես կրկին տիրամիսու եմ պատրաստում, այս անգամ Ռոնիի պատվերով, ոչ թե սուրճով եմ պատրաստելու, այլ կակաոյով։ Ասում եմ, մամա, ես չեմ ուտում, գիտես, որ չեմ ուտում, ինչի սուրճի փոխարեն շոկոլադ չես ավելացնում, լցնում։ Ես էլ մտածեցի, որ գիտեք ինչ կանեմ, որոշեցի ջրի մեջ սուրճ ավելացնելու փոխարեն կակաո ավելացնեմ, ու այդպես թող շոկոլադային համ լինի։ Այս ծողիկները շատ արագ պետք է թաթախել լուծույթի մեջ ու հանել, որովհետև եթե շատ փափկի լղկվում է, էլի տակը շատ թաց է մնում, այդպես էլ լավը չի լինում, լավ չի ստացվում, բայց դե իհարկե այնպես պիտի անել, որ երկու կողմից էլ թրջվեն։ Երեխաների համար այսպես փորձեք կակաոյով, այլ ոչ թե սուրճով։ Ու իհարկե սա առանց ձվի է, ձու չեմ ավելացնում։ Ռոնին դպրոցից տուն եկավ ու մի անգամից նստեց դասերը պարապելու, պատրաստվում են քննություններին։ Ժամանակ է լինում, այսպես պատրաստական, նստում է, ամեն ինչ անում է ինքնական, չէ Ռոն։ Հա։ Ժամանակ լինում է, բայց ծուլանում ես, չէ։ Հա։ Բա ինչ ես ծուլանում։ Որովհետև ես ծուլ չեմ։ Դու ծուլ չես, ես գիտեմ որ ես արագ եմ անում, արագ։ Դու ծուլ չես։ Բայց մեկ-մեկ ասում ես, դե լավ չէ, չանեմ, մաման մի քանի անգամ պիտի ասի, որ նստես, չէ, դաս անելու, հավես չես անում ուղղակի, չէ, ասում ես, դե լավ, հետո կանեմ, բայց ինչ լավ է, որ գալիս ես, անգամ ժամանակ է լինում, ասում եմ Ռոնի հաց կեր, շորերդ փոխի, նոր նստի, չէ, մամա, ուզում եմ առաջին ես դասեր անեմ, վերջացնեմ։ Երևի դա նաև նրանից է, որ առարկան սիրում է։ Սիրում ես դու առարկան, սա որ առարկան է։ Ռեդայչեր։
գրականություն, անգլերեն գրականություն սիրում եմ։ Սիրում ես literature։ Language, Hindi, Marathi and անգլերեն լեզուն, հնդկերեն, հինդին, մարաթին։ Gujarat. Gujarati. They do know for second standard and third, fourth. So they have Third started to teaching seventh. Gujarati as well. Yeah, Gujarati and Tamil Nadu. Tamil? Horinuma. Horinumes? No. Yes, Gujarati. Ոչ Gujarati, ոչ է Tamil, չէ։ Ah. Հորինեց։ Ոնց որ հիվանդանում եմ մի քիչ։ Թեթիկները։ Ես որ ասեցի նոր հազացիր, չէ՞, թե չէիր հազում։ Չէ։ Հիվանդանալու անոնց ոչ մի հատ էլ չես հիվանդանում, շատ էլ լավ ես, Ռոն։ Իդեպ ասում եք Ռոնի համազգեստը շատ լավն է դպրոցական, ես էլ եմ շատ հավանում, ճիշտ եք ասում։ Եվ գույներն են լավը եւ ընդհանուր համադրությունը լավն է, շորտի ու շապիկի։ Դու սիրում ես քո շորը, դպրոցի համազգեստը, յունիֆորմը։ No. Ayo. Այս համազգեստից երկու հատ ունի, որ փոխ հագնի, մեկը մտածում եմ Արեգին հագցնեմ միասին, երկուսն էլ հագնեն նկարվեն, հա՞։ Չնայած մի անգամ Արեգը ավելի փոքր էր, մի քանի, ինչքան էր, մի տարեկան դեռ չէր լրացել, որ հագցրեցի, նկարեցի, բայց հիմա ավելի լավ կլինի վրան։ Մի քիչ երկար կլինի, բայց ոչինչ։ Տեսնենք ինչ ես գրում։ Հականիշները, հականիշ բառերը, այստեղ հարցեր են գրված, պատասխաններն է գրել, հարցերն իհարկե դասագրքի դասերից են։ Ռոն դոսա եմ պատրաստում կուտես, բալ։ Ayo. Դե վերջացրու Արեգի հետ կերեք։ Ayo. Բատիս, ինչ ես ուզում, բալ։ Դու էլ ես ուզում գրել։ Դոսան սա է, որ հիմա պատրաստելու եմ Ռոնիի համար, տեսեք վրան գրված է իդլի եւ դոսայի խմոր, իդլին էլ շոկե խաշում են հատուկ ամանների մեջ, իսկ դոսան պատրաստում են թավայի վրա։ Պետք է արագ տարածել, որովհետև խտանում է խմորը տաքությունից ու էլ լավ չի տարածվում, էլի։ Ավելացնում եմ նաև տարբեր սերմերի խառնուրդ, աղացած, բայց այս պահին աղացած չունեմ, վերջացել է։ Օրինակ կտավատի սերմ, դդմի սերմեր, աղացած։ Վրան այսպես պանիր եմ ավելացնում, մի քանի պանիրի խառնուրդ է։ Պես ծածկում ենք, տեսեք ինչ կրթիկ է դարձել։ Մի քիչ էլ հալածյուղ եմ ավելացնում։ Սպասի պատրաստ լինի կտամ։ Արեգը պանիրի հետևից է եկել իմիջայլոց, հա, պանիր է ուզում։ Մի քիչ տվեցի կերավ, վերջացրեց եկավ նորից։ Երբ ուզում եմ կրթկրթան ստացվի, ուրեմն ավելի բարակ եմ անում շերտը, իսկ ավելի փափուկի համար ավելի հաստ բնականաբար ավել խմոր եմ ավելացնում։ Տեսեք ինչ ախորժելի տեսք ունի։ Գնա դեր, գնա նստիկեր, գնա կողցրս։ Համովա։ Հենց ուտես վերջացնես գնա հագուստդ փոխի բալջան, օքեյ։ Այո։ Մյուսն եմ պատրաստում։ Սիրելիներս դուրս ենք եկել շենքի բաքս բոսնելու, անձրևաջրերի մեջ խաղում է Արեգը։ Հելարի։ Քանի անձրևը դադարել էր, մտածեցի իջնենք մի քիչ քայլի Արեգը, ոնց որ ինձ մեղավոր զգամ, որ տանից դուրս չի գալիս, անձրևի պատճառով իհարկե։ Օ, անձրև սկսվեց։ Լավ, մի քիչ լավ։ Տես ինչ է գալիս երկնքից։ Արեգ, անձրև։ Բրնի անձրևը, բրնի։ Լուիսս։ Ինչ է, հրաշք։ Մի քիչ անձրևը թող վայելի։ Շատ ուժեղ չի։ Կոմենտներում գրել եք, որ Արեգի մազերը փայլում են սիրուն։ Ես մեկ-մեկ յուղ եմ քսում մազերին։ Ուժեղացավ, արի գնանք, արի վազինք։
Արի վազենք։ Դու մի վազի, ինձ հետ արի։ Արի գնանք Ռոնին էլ վերցնենք, գնանք տուն։ Արի։ Չնայած Ռոնին շատ ուժեղ անձրևի ժամանակ էլ է մնում դրսում։ Ռոնի, գնացինք տուն արևս։ Բայց անձրևի տակ մի մնա, ցավը տանեմ։ Ընդամենը 1-2 րոպե անց դադարեց անձրևը։ Ջան, երջանիկա։ Ռոնի շապիկն է հագել, Ազատ իր համար ֆրֆռում է։ Գնա, արի, չոպիկ արա։ Չոպ արա, երկու ոտքով։ Չոպ։ Չոպ։ Ուժեղ չոփորեցիր։ Էս է մանկությունը, չէ։ Տուն եկանք ու Արեգի համար մանգո կտրեցի, տեսեք, այս մեծ մանգոն, որ գնել ենք ես ու Ռոնին առավոտյան, այս մանգոն, սա էլ է համեղ իհարկե, բայց այն տեսակին չի հասնի, այն ամենալավ տեսակը կոչվում է Ալֆոնսո, Ալֆոնսոն ամենալավն է, սա մի քիչ դառնություն ունի, շատ աննշան, բայց զգացվում էր, երբ ուտուն վերջացնում ես, լեզվի դրա զգում ես դառնություն, չնչին։ Մեծ գթալ եմ տվել, որպեսզի մանգոն գթալի վրայից չընկնի, հեշտությամբ կարողանա ուտել։ Մեկ վերցրու։ Ճապ, բրավո։ Վերջացավ, հերիքա, էլ չկա։ Պահենք Ռոնին մի քիչ էլ, հա։ Դե ինչ հարգելիներս այսօրվա համար էլ այսքանն էի պատրաստել, հուսամ կարողացաք մի քանի րոպեով կտրվել ձեր առօրյա հոգսերից եւ մեզ հետ ժամանակ անցկացնել։ Չմոռանաք սեղմել լայքի նշանը, որևէ կոմենտ գրել, պարզապես բարևել, ինչ-որ էմոջի ուղարկել, ձեր կարծիքներով կիսվել, հարցեր գրել, ես շատ ուրախությամբ կսպասեմ ձեր բոլոր մեկնաբանություններին։ Հիշեք, որ ձեր մեկ լայքով, մեկ կոմենտով նպաստում եք, որպեսզի ալիքը զարգանա, տարածվի, շատ մարդիկ տեսնեն, նոր հետևորդներ ունենամ։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ գովազդի եւ համագործակցության համար կարող եք գրել իմ էլեկտրոնային հասցեին, որ տեսնում եք հիմա ձեր էկրաններին, կամ իմ Instagram-յան էջին։ Դե լավ մնացեք, շուտով կրկին կհանդիպենք։